Ուրեմն ես ձեզ ասեմ, մինչև ընտրություններ, շատ էքսեսներ չեն սպասվում եկեղեցու դեմ պայքարի շրջանակներում, ուղղակի թույլ չեն տա ժողովը տեղի ունենա, թույլ չտվեցին արդեն։ Հիմա կարող փորձեն օնլայն անեն, այդտեղ մի բան կմի ժամատային, բայց անցած մի բան կլինի։ Եվ ես ասեմ իշխանության մեջ ինչ են խոսում։ Ուզում եմ վեհապար հայրապետը իմանա սրա մասին։ Ասում են, իրանք պնդում են, ասում են Գարեգին երկրորդը կաթոլիկոս չի, չէ՞։ Մենք բոլորս ասում ենք կաթոլիկոս է Գարեգին երկրորդը, եւ բոլորը գիտեն, որ ինքն է կաթոլիկոս։ Իրանք ասում են, չէ, ինքը չի։ Եվ հետո գիտեք ինչ են ասում։ Ասում են, դե եթե ինքն է, քանի արքեպիսկոպոսը այս պահին դուրս եկել իր դեմ իր հրաժարականը պահանջում, որոնց անվանում է Միքայել Սրբազանը տիրադավներ հայտնի։ Այդ տիրադավներից քանիստ են կարգալույծ արվել։ Մեկը։ Բա մնացածները խի չեն կարգալույծ արվել։ Օրինակ Կճոյանը, ամենագլխավորը։ Բա խի չեն արվել։ Եվ իշխանության ներսում խոսում են, ասում են Ախմեդ ջան, ինքը չի կաթոլիկոսը։ Նիկոլն է կաթոլիկոսը։ Որտեղ Նիկոլն է ասում, որ տիրն են տիրադավ, չեն լինում տիրադավ։ Նիկոլն ասում է, իրանք Սրբազան են։ Վերջ։ Վերջ։ Ես չեմ համարում, որ նա կարգալույծ եղած է։ Վերջ։ Դատանն էլ ասում է կարգալույծ եղած չի։ Այդ մարդը դատային թուղթ տվերական ասում է, ես Սրբազան եմ։ Դրա հիման վրա դե քրական գործ են հարուցում։ Պետք է բոլորին էլ կարգալույծ արվեր։ Եվ այս խնդրեմը քաղաքական է, այս խնդրեմը հավատքի հետ կապ չունի։ Այս խնդրեմը գանձերի հետ կապ չունի, կաթոլիկոս յաթոռը փոխելու հետ կապ չունի։ Այս խնդրեմը ոչ մի բանի հետ ինչ որ քննարկում է դրանց հետ կապ չունի։ Այս խնդրեմը քաղաքական խնդրեմ է։ Ինքը պետք է լուծվի քաղաքական։ Եվ քանի դեռ քաղաքական տեքստեր չեն ասվելու, քանի դեռ քաղաքական տեքստերի փոխարեն պետք է ասվի, որ հաղթում է զուսպը, հաղթում է համբերատարը, բան, մենք հանգիստ կմնանք։ Ախր անհնար է եկեղեցուն հաղթել։ Ես էլ եմ համաձայն, որ եկեղեցուն անհնար է հաղթել։ Այստեղ եկեղեցուն չեն հաղթում։ Այստեղ ուրիշ բան է տեղի ունենում։ Եթե սենց շարունակվի, ես քարշ են տալու այս ժամանակը, հունիսի 7-ից հետո դժոխք են սարքելու։ Ես չգիտեմ հայրաքելական եկեղեցուց ինչ կմնա։